Ռուսական ընկերությանը պատկանող Հայաստանի էլեկտրական ցանցերի շուրջ բարձրացած ալիքը կարող է նոր էջ բացել Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում, պնդում են քաղաքագետները, ընդգծելով դրա նախադրյալները արդեն իսկ երևում են։ Ռուսաստանը գնում է որոշակի զիջումների, Հայաստանի համար էլ ստեղծվում են պայմաններ ավելի անկախ գործելու համար։ Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ասում է, ժամանակն է ազատվել փոքր երկիր լինելու բարդույթից։ Ես միշտ հավատացած եմ եղել եւ հիմա դա ապացուցվում է, որ փոքր ազգ եւ պետություն չկա, բայց որպեսզի քեզ հարգեն, դու կարող ես այնպես տիպել, որ բոլորը քեզ հարգեն, անկախ քո չափից, դա կախված է քեզնից։ Լուծումը նախագահի մակարդակով որոշում կայացնելն է եւ հերախոսով Ռոբերտ Նազարյանն ասել է, որ պետք է լրացուցիչ նիստ կատարեն եւ հոսանքի իջեցնեն։ Լուծումը դա է։ Կունենա այդքան համարձակություն հանրապետության իշխանությունը, ղեկավարությունը հակառակ գնալու առանց Ռուսաստանի հետ համաձայնեցնելու հանձնարարական Ռոբերտ Նազարյանին։ Հայաստանի երիտասարդությունն այսօր ցույց է տալիս, որ պատրաստ չէ ճորտ լինել եւ իրեն առհասարակ չի հետաքրքրում ով է հեծը կառավարում Հայաստանը թե Ռուսաստանը, վստահեցնում է իրավաբան Երվանդ Վարուսյանը, ավելացնելով այս իրավիճակից առաջին հերթին պետք է օգտվեն իշխանությունները։ Նման շարժումները իրավունք չունի նաեւ մեր պետությունը ու իշխանությունը չօգտագործի պետության ինքնիշխանությունը ամրապնդելու համար, որովհետեւ նման շարժումներն են, որ իրեն հնարավորություն են տալիս փորձել խոսել բոլորի հետ հավասարը հավասարի։ Ոչ միայն շարժումը, նաև աուդիտը հնարավորություն կտա իշխանություններին ավելի անկաշկանդ շփվել Ռուսաստանի հետ, կարծում են փորձագետները։ Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բատալյանը վստահ է, թեև աուդիտը հասարակության բարձրացրած հարցերին պատասխան չի տա, բայց դրա միջոցով Ռուսաստանն ու Հայաստանը կփորձեն իրենց ներգրավվածությունն ու պատասխանատվությունը կիսել։ Ես կարծում եմ սա նաև ցանկանում է իմանալ ռուսական կողմը եւ այդ աուդիտը ավելի շատ հենց այդ ներքին հարաբերությունների պարզաբանման նշանակություն է ունենալու իմ կարծիքով։ Իրավապաշտպանները վստահ են, Երևանում վերջին շաբաթներին տիրող իրավիճակը կարող է անհանգստացնել Ռուսաստանին։ Իրավապաշտպան Արթուր Սաքունցի կարծիքով Ռուսաստանը չէր ցանկանա, որ հեծի շուրջ բարձրացված բողոքը հայ-ռուսական տրամադրությունների վրա անդրադառնար։ Հեծի հետ կապված սակագնի հարցը չնույնականացվի ռուսական գործոնի հետ եւ հնարավորինս չափով ուրեմն հակառուսական այդ բաներ չտա, բայց իրապես հենց իրենք ռուսական մամուլը հակառուսական տրամադրությունները խորացրեց եւ սա արդեն շատ ավելի խորը ազդեցություն ունի, քան իրենք կարծում են։ Մինչդեռ քաղաքագետ Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը վստահ է, այս ամենը ոչ մի բիծ չի կարող թողել հայ-ռուսական հարաբերությունների վրա։ Դա կտևի այնքան, ինչքան կտևի, իսկ հայ-ռուսական հարաբերությունները, որոնք հիմնված են գեոպոլիտիկ հասկացությունների վրա, բոլորովին այլ հարթության վրա են, քան ցույցերը։ Իրավապաշտպանները եւ քաղաքական վերլուծաբաններն այդուհանդերձ համակարծիք են մեկ հարցում։ Պատահական չէր, որ Գյումրիի արյունահեղ սպանությունների կասկածյալ Վալերի Պերմակովի գործը հայ իրավապահներին հանձնվեց հենց այս օրերին։ Բադալյանի կարծիքով հայկական կողմը օգտվեց ռուսական կողմի անհանգստությունից։ Փորձեց բարձրացնել հարցեր, որոնք նախկինում առանց այդ երևանյան ֆոնի հնարավոր չէր բարձրացնել։ Իսկանդարյանը հորդորում է չգերագնահատել այս զիջումը։ Իրավապաշտպան Սաքունցի կարծիքով սա պարզապես անբարոյական առևտուր էր։ Շարժումը աննախադեպ այս ակտիվությունը ստիպեց այդպիսի գերտերությանը, որը լուրջ սպառնալիք է աշխարհում, հաշվի նստի փոքր Հայաստանի հասարակության հետ եւ սկսի շրջանառության մեջ դնի, Սերժ Սարգսյանի շուրթերով որոշակի ինչ-որ խոսակցություններ, բայց դրանք կներեք շատ անբարոյական առևտուր է։